Ասում եմ բարի երեկո բոլորին անց ովքեր Ֆորտունա հեռուստաընկերության հետ են բաց սենյակի տաղավարում այս պահին սիրով հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ քաղաքագետ Անդրանիկ Գևորգյանին։ Պարոն Գևորգյան, բարով եք եկել Լոռի Ֆորտունա։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Լոռին միշտ ինձ համար եղել է շատ կարևոր տեղ, որտեղ որ հանգստանում, լիցքաթափվում եւ ամենակարևորը մտածում ես ապագայի ու հեռանկարների մասին, հատկապես Ուժեղ Հայաստան կառուցելու հեռանկարների մասին։ Շատ լավ։ Պարոն Գևորգյան, մեր այսօրվա հանդիպման նպատակը ընդհանրական Ուժեղ Հայաստանի ծրագրերից խոսելն է եւ հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնել։ Բայց մինչ մեր զրույցի բունը ընթացքին անցնելը ուզում եմ խոսել մարզային ձեր հանդիպումներից, ինչպես են առհասարակ անցնում մարզային հանդիպումները, ոնց են մարզերում դիմավորում Ուժեղ Հայաստանցիներին։ Շատ լավ, շատ լավ ու հատկապես այդ դրական էներգետիկան, որ մենք զգում ենք մարզերից, այս ամիսների ընթացքում եղել ենք տարբեր մարզերում, եղել ենք տարբեր գյուղերում, հանդիպել ենք բազմաթիվ հայրենակիցների հետ, այն դրական էներգիան, այն հույսերը, որոնք որ կապվում են մեզ հետ, դրանք մեզ առավել եւս ուժ են տալիս, ավելի են ուժեղացնում, որպեսզի մենք ամեն բան անենք, որ Հայաստանը դարձնենք ավելի ուժեղ ու այն գաղափարախոսությունը, որը որ որդեգրել ենք Ուժեղ Հայաստան կառուցելու, մեր հայրենակիցներից լսած առաջարկների, մեր հայրենակիցների ներկայացրած առաջարկների հիման վրա պիտի իրականացնենք։ Եվ քանի որ ինքներդ մարզից եք, ուզում եմ հասկանալ, պարոն Գևորգյանը իհարկե արմատներով Լոռու մարզից է եւ ուզում եմ հասկանալ Ուժեղ Հայաստանի հիմքում մարզերի համաչափ զարգացումը ինչպես է դրված եւ ինչ առաջարկում Ուժեղ Հայաստանը այս տեսլականում, այս համատեքստում։ Մեր տնտեսական 5 քայլերը, որոնք որ ներկայացվել են Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը, 300,000 նոր աշխատատեղեր, ինչպես նաեւ գյուղմթերման կայանների ստեղծումը, 20,000 մատչելի բնակարաններ, սրանք այս բոլոր 5 տնտեսական քայլերը միմյանց շաղկապակցված են։ Եվ ամենակարևորն է, որ մենք պիտի այնպես անենք, որ մարզերը համաչափ զարգանան եւ լինեն այնքան գրավիչ, որքան մայրաքաղաքն է։ Ես տարիներ առաջ ավարտել եմ Կուրթանի միջնակարգ դպրոցը եւ դպրոցն ավարտելուց հետո ծնվել մեծացել եմ Կուրթանում, դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Երևան, սովորել եմ Երևանի պետական համալսարանում եւ ինձ համար կարևորագույն կետերից մեկն էր, որ պիտի մարզը այնչափ լինի գրավիչ, որ երիտասարդները սովորելուց հետո հետ գան եւ մարզում փորձեն ստեղծել, արարել, փորձեն իրենց մարզի համար օգտակար լինել։ Ես փորձել եմ ամեն բան անել, որ մարզի հետ, իմ բնորանի հետ, իմ գյուղի հետ կապը միշտ լինի, ամսվա մեջ մի քանի անգամ գնալ, գալ, շփվել, որովհետեւ ես նորից եմ կրկնում։ Միշտ ինձ ասում էին գնում ես մարզ, գնում ես Կուրթան լիցքաթափվելու, ասում էի ոչ, գնում եմ լիցքավորվելու, որովհետեւ այն ամեն ինչը, որը կա գյուղում ու կա մարզում, պիտի այնպես անենք, պիտի այնպես համաչափ զարգացնենք, որ երիտասարդները կրթություն ստանալուց հետո փորձեն իրենց գիտելիքները ներդնեն իրենց մարզում։ Իմ նպատակներից մեկն էլ հենց դա է եղել։ Մասնագիտանալ, լինել մասնագետ ու մասնագիտությամբ թեկուզ փորձել ամեն բան անել, որպեսզի մարզում, տեղում երիտասարդները, մարզի բնակչությունը կարողանա լավ կենսապայմաններով կյանք ունենալ, ապրել մարզում, տուն ունենալ, աշխատանք ունենալ եւ չմտածել մարզը թողնելու մասին, որովհետեւ այսօր շատ ենք տեսնում, որ ավելի շատ կենտրոնանում են քաղաքների վրա, գյուղերը դատարկվում են, գնում են դեպի քաղաքներ, մեծ քաղաքներից դեպի մայրաքաղաք է արտահայտություն տեղի ունենում։ Սա է պատճառը, որ պիտի ամեն բան արվի, որպեսզի մարզերը համաչափ զարգանան։ Եվ Սամվել Կարապետյանը իր գաղափարախոսության ու իր ծրագրերի հիմքում հենց դրել է սա։ Մեր մարզային այցերի ժամանակ ես ասացի, որ մենք լսել ենք տարբեր առաջարկներ, տարբեր քննարկումներ ենք ունեցել եւ մեր ծրագրերը, որոնք որ ներկայացնում ենք, հենց այդ առաջարկների հիման վրա ենք ներկայացնում։ Մենք չենք ներկայացնում ծրագրեր լոկ թղթի վրա գրված գեղեցիկ բովանդակությամբ։ Դրանք ունեն իրենց մեջ իրականացման բոլոր արժեքներն ու բոլոր նախադրյալները։ Այսինքն
տեսնելով թե գյուղացին ինչից է բողոքում, տեսնելով թե մեր հայրենակիցներն ինչից են բողոքում, աշխատատեղ չունենալու, թանկ դեղորայքի, տուն չունենալու, բերքը կորցնելու առաջին հերթին, մթերման կայաններ չունենալու, այս ամեն ինչի հիմքում են ծնվել այս բոլոր 5 տնտեսական քայլերը։ Եվ այս ամեն ինչը ապահովելու ու պաշտպանելու, անվտանգ դարձնելու հիման վրա է ծնվել նաև մեր անվտանգության 6 քայլերը, որ պիտի ունենանք ուժեղ խաղաղություն, պիտի ունենանք ուժեղ դիվանագիտություն, պաշտպանված երկինք, խելացի սահման, արժանապատիվ ծառայություն եւ տեղական ռազմարդյունաբերություն։ Սրանք բոլորը միասին փոխկապակցված մեկ ընդհանուր համակարգ է։ Այսինքն, երբ որ դու բերում ես ուժեղ տնտեսություն, առաջին հերթին ուժեղ Հայաստանը պիտի ունենա ուժեղ տնտեսություն եւ ուժեղ անվտանգություն։ Դու ուժեղ անվտանգություն, ուժեղ տնտեսությունը հիմքն է ուժեղ անվտանգության։ Երբ որ դու ունենում ես տեղական ռազմարդյունաբերություն, դու նպաստում ես նաեւ ուժեղ տնտեսության առաջ գնալուն, զարգանալուն, աճելուն, որն իրենից ենթադրում է արդեն նոր աշխատատեղեր, նոր ոլորտ, իսկ նոր ոլորտներն իրենից ենթադրում են նոր կադրեր, կրթության ավելի բարձր մակարդակ։ Սրանք բոլորը միասին փոխկապակցված են եւ պիտի լուծեն տարբեր խնդիրներ՝ սոցիալական, տնտեսական, կրթական, անվտանգային, որովհետեւ ուժեղ առաջնորդը, ուժեղ վարչապետը կարող է իրականացնել այս բոլոր ծրագրերը։ Բարի, ես ուզում եմ քայլ առ քայլ գնանք, որպեսզի բաց լինի նաև մեր զրույցը եւ հասանելի մեր հեռուստադիտողների համար, եւ սկսենք հենց գյուղացուց ու գյուղատնտեսությունից։ Հիմա գյուղերում նայելով մեր այս զրույցը, հաստատ առաջին հարցը, որ գյուղացու մոտ կծնվի, լավ, մենք երբ եւ ինչ իրավիճակում ենք մեր մաշկի վրա զգալու, որ գյուղացին արդեն մենակ չէ, որ մեր ձեր նշած բոլոր խնդիրներից այլևս ազատված է։ Երբ կզգա գյուղացին եւ ինչ կտա այս մթերումը հենց գյուղատնտեսության զարգացմանը, մթերման կայանները ներողություն։ Ես այսպես ասեմ, մեր քաղաքական ուժը եւ մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ գյուղացին կարող է զգալ, որ այլևս մենակ չէ։ Ինչպես որ Հայաստանի քաղաքացին այս տարիների ընթացքում զգացել է, որ մենակ չէ։ Հիմա էլ մենք կանգնած ենք մեր հայրենակիցների կողքին, մեր գյուղացիների կողքին։ Ինչ է իրենից ենթադրում այն տնտեսական ծրագրի քայլերը, որոնք որ հենց վերաբերվում են գյուղատնտեսությանը։ Մենք բազմիցս տեսել ենք, ես էլ քանի որ գյուղում եմ ապրել, տեսել եմ թե գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ գյուղացին ինչ չարչարանքների մեջով անցնելով սերմը դնում է հողի մեջ, չունենալով տարբեր ենթակառուցվածքներ, անձրևի հույսին մնալով կամ չգիտեմ, այլ բաների հույսին մնալով մի կերպ փորձում է հասցնել այնպես, որ այդ բերքը կարողանա ռեալիզացնել։ Դնելով ամեն բան, ֆինանս, ներուժ, ֆիզիկական, ամեն բան դնելով սպասում է, որ ինչ որ մի փուլում, ինչ որ մի ամսում պետք է այդ բերքը կարողանա ռեալիզացնել։ Ու ինչ խնդիր է առաջանում։ Բերքի ռեալիզացման գինը չի հարմար լինում կամ ընդհանրապես տեղ չկա ռեալիզացնելու։ Ես ինքս տեսել եմ այս տարիների ընթացքում, թե ինչպես են իմ գյուղացիները, թե ինչպես են իմ ծնողները այս ամեն ինչի միջով անցել։ Եվ սա շատ կարևոր խնդիր է, որ պետք է լուծում ստանա։ Սա ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ Հայաստանում այգեգործության հետ կապված, տարբեր մշակաբույսերի հետ կապված շատ տարածված խնդիր է։ Գյուղացին ունի իր բերքը ռեալիզացնելու խնդիր։ Կամ գյուղացին ունի հնարավորություն գյուղատնտեսությամբ զբաղվելու, ունի կամք գյուղատնտեսությամբ զբաղվելու, ցանկություն, բայց մտածում է, արդյոք ես կարողանալու եմ ռեալիզացնել իմ բերքը, մտնեմ ես ամեն ինչի մեջ, թե չմտնեմ։ Մենք այս խնդիրը պիտի լուծենք, որ գյուղացին սրա մասին ընդհանրապես չմտածի։ Ինքը միայն հասցնի արտադրել։ Ինքը այնպես անի, որ կարողանա ապահովել այդ բերքը մթերման կայանների համար։ Գյուղացին պիտի այդ մտածմունքը ռեալիզացնելու մտածմունքը չունենա։ Գյուղացին ընդհանրապես պիտի շատ ուրախ զվարթ մտնի, մշակի, բերքը հանձնի ու պատրաստվի հաջորդ մշակաբույսերին, պատրաստվի հաջորդ սեզոնին, այսպես պիտի լինի գյուղացու կյանքը։
Եվ ոչ թե այս տարիների ընթացքում տեսել ենք, որ կարկուտն է գալիս, ինչ որ բան փչացնում, անձրև ժամանակին չի գալիս, ու գյուղացին ասում է լավ, ինչի մտա սրա տակ, եթե ես վերջում էլ ունենալու եմ ռեալիզացնելու խնդիր կամ այն բոլոր ծախսերը, որոնք որ իրականացվել են, վերջում այդ ծախսերով չեն կարողանում այնպես ռեալիզացնել, որ իրենց գոնե կատարած ծախսերը դուրս գա։ Սրա խնդիրը չի ունենալու գյուղացին։ Մարզաբնակներն ունեն աշխատատեղերի խնդիր, դուք էլ նշեցիք 300,000 նոր աշխատատեղի մասին։ Որ ոլորտներում են լինելու ձեր ծրագրին համաձայն, ինչ ոլորտներ է դա տարածելու։ Բոլոր ոլորտներում։ Այսինքն մենք ցանկանում ենք համաչափ մարզում տնտեսական համաչափ զարգացում։ Մենք պիտի փորձենք բոլոր ոլորտներում ապահովել նոր աշխատատեղեր։ Ես նշեցի, որ մեր անվտանգության ծրագրում կա տեղական ռազմարտունաբերություն։ Այո։ Եվ մեծ զգալի հատված աշխատատեղերի մասով հենց բաժին է ընկնում տեղական ռազմարտունաբերությանը, որովհետև սա շատ կարևոր է, երբ որ դու կախվածության մեջ չես այլ երկրներից, դու ինքդ ունես քո տեղական արդյունաբերությունը, կարողանում ես ստեղծել քո արտադրանքը եւ դրանով պաշտպանել ու անվտանգ պահել քո երկիրը։ Եվ Հայաստանի քաղաքացին պիտի ապրի լավ պայմաններում, բարձր կենսամակարդակային պայմաններում, պիտի լինեն կառուցվեն տարբեր գործարաններ, տարբեր ոլորտներին աշխարհում պահանջարկ ունեցող ու Հայաստանում էլ պահանջարկ ունեցող տեղական գործարաններ, որոնք պիտի ապահովեն նոր աշխատատեղեր։ Սա համաչափ զարգացման ու համաչափ ծրագրի մաս է կազմում։ Այնպես չի, որ մի ոլորտը պիտի շատ ավելի շատ առաջ գնա, ոչ, տնտեսությունը համաչափ պիտի զարգանա։ Երկիրը համաչափ պիտի զարգանա։ Ես իմ խոսքի սկզբում էլ նշեցի, որ ուժեղ անվտանգությունը իրենից ենթադրում է նաև ուժեղ տնտեսություն եւ հակառակը սրանք բոլորը միասին փոխկապակցված են։ Եվ այդ շղթան ցույց տվեցի, թե ինչպես ուժեղ տնտեսությունը կամ ուժեղ անվտանգությունը նպաստում կրթության զարգացմանը, նոր աշխատատեղերի առաջացմանը։ Այնպես էլ նոր աշխատատեղը ու ընդհանրապես աշխատատեղերի համաչափ զարգացումը իրենից ենթադրում է հենց ուժեղ տնտեսությունը։ Պարոն Գևորգյան, անվտանգության ձեր ծրագիրը շատ քննարկվեց նախորդ օրերին։ Ասում եք այլևս թույլ չենք լինելու, հա։ Ոնց հասկանանք, ոնց պատկերացնենք, որտեղ է թաքնված եւ որտեղ է գտնվում ձեր ասելիքի մեսեջը, իմաստը։ Ինչ է նշանակում այլևս թույլ չենք լինելու, ինչպես։ Մեր անվտանգային ծրագրի առաջին կետը ուժեղ խաղաղություն։ Երկրորդը ուժեղ դիվանագիտություն։ Պաշտպանված երկինք, խելացի սահման, արժանապատիվ ծառայություն եւ տեղական ռազմարտունաբերություն։ Սրանք բոլորը պիտի ստեղծեն ուժեղ Հայաստան, ուժեղ անվտանգություն։ Այլևս թույլ չենք լինելու, այո։ Որովհետեւ մենք տեսնում ենք, որ մեր խաղաղությունը, որը որ պարտադրում են ներկայիս իշխանությունները, երաշխավորված չէ եւ շատ թույլ է։ Այն դիվանագիտությունը, որը որ նրանք են առաջ տանում այս պահին, շատ թույլ է։ Եվ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ստեղծելու է այդ ուժեղ խաղաղությունը, այդ ուժեղ դիվանագիտությունը եւ այն բոլոր կետերը, որոնք որ երաշխավորված են իր կողմից, եւ ուժեղ տնտեսություն ունենալու եւ ուժեղ անվտանգություն ունենալու։ Չի կարող լինել միակողմանի զիջումներ։ Պետք են լինել կարմիր գծեր Հայաստանի համար դիվանագիտության մեջ։ Խաղաղության պայմանագրեր ու ընդհանրապես միջազգային պայմանագրեր կնքելիս պետք է ոչ թե լինի մի երաշխավոր, պետք է լինեն երաշխավորներ, որոնք պիտի քո խաղաղությունը ավելի ուժեղ դարձնեն։ Դիվանագիտությունդ ավելի ուժեղ պիտի լինի, որովհետև պիտի ունենաս մի քանի երաշխավորներ, պիտի հասնես մի քանի երաշխավորների հետ ճիշտ դիվանագիտության, ճիշտ գործընկերային հարաբերությունների, որոնք քեզ համար կապահովեն արդեն ուժեղ խաղաղության ու ընդհանրապես միջազգային փաստաթղթերում քո կողքին կլինեն որպես այդ երաշխավորները։ Պաշտպանված երկինք էլ ասեցիք։ Ոնց եք տեսնում։ Պաշտպանված երկինք։ Սա կարևորագույն կետերից մեկն է, որ պիտի մենք պրոֆեսիոնալ թիմ ենք, թիմի հետ
Սամվել Կարապետյանը, Հայաստանի հաջորդ վարչապետը պիտի բերի հենց այդ պաշտպանված երկիրը, խելացի սահմանը, ուժեղ անվտանգությունը։ Քո երկինքը պիտի պաշտպանված լինի, որպեսզի հայրենակիցները, մեր ժողովուրդը կարողանա արարել հայրենիքում անվտանգ։ Տարբեր մեխանիզմներ կան, տարբեր ձևեր կան, թե ոնց պիտի անել, որ երկինքը պաշտպանված լինի։ Օրինակ քողարկման տարբերակը, թե ոնց պիտի քո երկինքը քողարկես ու թե ոնց պիտի այնպես անես, որ քո թշնամին չիմանա, թե դու ինչ սարքավորումներ ունես, այո, քո սահմանին ինչ ունես, ընդհանրապես քո բանակն ինչքան ուժեղ է, ուժեղ բանակ ունենալն էլ կարևորագույն կետերից մեկն է մեր անվտանգային ծրագրի։ Պաշտպանական բյուջեի մասին ձեր ծրագրում ներառված է։ Հենց այդ ուժեղ բանակը, որը որ պիտի ստեղծվի, նաև պաշտպանական բյուջեի ավելացումն է։ Դու չես կարող քո երկրում ապրել անվտանգ, եթե դու թույլատրել ես մի համակարգ, որը առաջին երաշխավորն է քո ներքին անվտանգության։ Այս հարցերը մենք բոլորը պիտի լուծենք ու այս հարցերն են, որ միջազգային լավագույն փորձին համապատասխան, միջազգային լավագույն մասնագետների հետ քննարկվել են, ներառվել են ծրագրում եւ ընթանում են այդ քննարկումները եւ լինելու են դրանք շարունակական, որովհետեւ մենք իրոք գետնի վրա ցանկանում ենք ստեղծել ուժեղ Հայաստան։ Եվ ինչպես ես նշեցի, սրանք լոկ թղթի վրա գրված խոսքեր չեն։ Սրանք չափված, հաշվարկված, քննարկված, տարբեր լուծումներ առաջարկված եւ վերջապես վերջնական տարբերակը գտած ծրագրեր են եւ տնտեսական եւ անվտանգային եւ ընդհանուր մնացած այն ծրագիրը ու այն գաղափարախոսությունը, որը որ մենք առաջարկում ենք մեր հայրենակիցներին ու որը որ պիտի իրականացնի Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Փորձագիտական թիմի մասին, անուններ շրջանառված ձեր կողմից, փորձագիտական թիմի մասով էլ ուզում եմ մի քիչ բաց խոսենք։ Մենք հավաքել ենք պրոֆեսիոնալների, որովհետև անվտանգությունը իրենից ենթադրում է պրոֆեսիոնալ աշխատանք։ Դու անվտանգություն ես ապահովում պրոֆեսիոնալների հետ։ Ու այն փորձագետները, որոնք աշխարհի տարբեր երկրներից հրավիրվել են, ես միանշանակ ուզում եմ խոսեմ մեր անվտանգության թիմի ղեկավարի անցած ճանապարհի մասին եւ այն ավանդի ու այն փորձի մասին, որ պիտի մեր թիմի ղեկավարը, անվտանգության թիմի ղեկավարը ներդնի իր փորձը ունենալով, դրան զուգահեռ համադրելով միջազգային լավագույն փորձը, միջազգային լավագույն մասնագետների միջոցով։ Այստեղ տարբեր շահարկումներ տեղի ունեցան տարբեր երկրների մասով, բայց սա ոչ թե երկրների հետ հարաբերությունները կամ երկրների հետ տարվող աշխատանքներ են, սա տվյալ երկրներից անհատական փորձագետների հետ տարվող աշխատանքներ են, որոնք որ լավագույնն են աշխարհում իրենց ունեցած փորձով, իրենց կատարած աշխատանքով եւ Սամվել Կարապետյանը, ինչպես որ նշել է, պիտի անի առավելագույնը այսքան տարիների ընթացքում, ինչպես որ արել է առավելագույնը, այնպես էլ անում է առավելագույնը իր հայրենիքի համար, հրավիրելով միջազգային ու աշխարհում լավագույն փորձ ունեցող հակաօդային պաշտպանության ոլորտում, ընդհանրապես տարբեր ոլորտներում լավագույն փորձ ունեցող մասնագետներին։ Սա երկրների հետ դաշինքվելու կամ այլ հարաբերություններ ստեղծելու մասին չէ։ Սա փորձագետների մասին է, անհատական համագործակցության մասին է, որը պիտի իշահ Հայաստանի ծառայեցվի, իշահ հայ ժողովրդի։ Ինչը որ բացակայում է մեր ներկայիս իշխանությունների շրջանում, որ չեն կարողանում բանակցությունները, հարաբերությունները, միջազգային դիվանագիտությունը ծառայեցնել իշահ հայ ժողովրդի, ինչն այս տարիների ընթացքում արել է Սամվել Կարապետյանը։ Ունենալով կապիտալ աշխարհի տարբեր երկրներում, փորձել է ամեն բան անել, իր կապիտալը ծառայեցնել իշահ հայ ժողովրդի, իր միջազգային դերն ու փորձը աշխարհում ունենալով ծառայեցնել իշահ հայ ժողովրդին։ Պարոն Գևորգյան, որը կամ ինչը կամ գուցե նաև ում եք համարում ձեր բոլոր ծրագրերի առաջին օղակը, հիմքը, որով որ մտածում եք դուք հաջողելու եք։ Մենք հաջողելու ենք բոլոր օղակներով։ Մենք հաջողելու ենք բոլոր ոլորտներում։
Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը իր գաղափարախոսության ու իր տեսակով այնպիսի մարդ է, որ ամեն բան անում է, որ Հայաստանը հաջողի բոլոր ոլորտներում, սպորտից սկսած, տնտեսություն, ռազմաարդյունաբերություն, ընդհանրապես արդյունաբերություն, բոլոր ոլորտներում Հայաստանը պիտի լինի առաջատար, լինի հաջողած, որովհետև Հայաստանն ունի այդ պոտենցիալը։ Հայաստանն ունի այդ ներուժը, Հայաստանն ունի սփյուռք, որը այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ կանգնած է Հայաստանի կողքին։ Բազմաթիվ են օրինակները, երբ որ մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում մեր սփյուռքի ներկայացուցիչներից շատերը դարձել են առաջամարտիկներ, առաջատարներ, ինչի չծառայեցնել այդ փորձը, այդ ունեցած գիտելիքները իշահայ ժողովրդի։ Եվ համոզված եմ, որ հայը աշխարհում պիտի արժանապատիվ գլուխը բարձր քայլի, կարևորը, ու Հայաստանում նույնպես պիտի ունենանք այնպիսի պայմաններ, որ դրսում ապրող մեր հայրենակիցները հպարտությամբ նայեն իրենց հայրենիքին, նորից վերականգնվի Հայաստան-Սփյուռք կապը եւ հասկանան, որ այնինչ որ անում են Հայաստանի համար, դա ծառայելու է իր նպատակին։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը իր գաղափարախոսության հիմքում դրել է նաև դա, որ պիտի դա պարտադիր արվի, հայը պիտի արժանապատիվ ապրի Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Ինչ եք կարծում, ուժեղ Հայաստանի ձեր ծրագրերը եւ անվտանգային եւ տնտեսական ինչով է տարբերվում այլ ուժերի ծրագրերից։ Ես գնահատական չեմ ուզում տալ այլ ուժերի ծրագրերին, համեմատական էլ չեմ ուզում անցկացնել։ Ես մեր ծրագրի մասին կարող եմ ասել, որ շատ ուժեղ է ու շատ իրատեսական է ու երաշխավորված է մի մարդու կողմից, որը այս տարիների ընթացքում իր կառավարման հմտություններով, իր ունեցած հեղինակությամբ ու դիրքով ցույց է տվել, որ դրանք բոլորը կարող են իրականացվել եւ պետք է իրականացվեն։ Ես մեր ծրագիրը կարող եմ գնահատել, որ այո, ուժեղ են։ Ես ինքս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այստեղ եմ ուժեղ Հայաստան կուսակցության գաղափարախոսության կողքին եմ, կանգնած եմ նրա համար, որովհետև դրանք իրատեսական են։ Եվ մեր ժողովուրդը պիտի ամեն բան անի, որ Սամվել Կարապետյանը լինի հաջորդ վարչապետ Հայաստանի։ Այս ծրագրերը իրականացվեն, որովհետև այս ծրագրերը Հայաստանի ապագա զարգացման, հետագա ընթացքի, ճիշտ ընթացքի, ուժեղ պետություն լինելու գրավականներն են։ Բարի։ Եվ որպես վերջաբան, ինչ ասելիք ունեք հատկապես մարզաբնակներին, հատկապես լոռեցիներին, քանի որ այս բան լոռիում եք եւ ձեր այցի նպատակը լոռիի դեպ ինչ որ նպատակային հանդիպումներ, ծրագրեր ունեք լոռիում այս պահին։ Միանշանակ, մենք տարբեր մարզերում ենք ունենում հանդիպումներ եւ իմ այցի նպատակն էլ իմ սիրելի քուրթանեցիների հետ հանդիպումն է։ Ամենակարևոր բաներից մեկը ուզում եմ ասել, որ մեր հայրենակիցները երբեմն շատ են շեշտում, որ հոգնել են այս կամ այն խոստումներից, չեն ցանկանում լսել ոչ մեկին, հավատացած եղեք, սիրելի հայրենակիցներ, որ այն ինչ որ ասվում է, այն ինչ որ գրված է, այն ինչ որ կարդում եք, այն ինչ որ լսում եք, դրանք բոլորը իրատեսական են։ Ես ինքս պիտի փորձեմ ամեն բան անել իմ ուժերի ներածին չափով, որպեսզի կարողանամ հենց մարզերում համաչափ զարգացում ապահովել ու հավատացած եղեք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը ամեն բան անելու է, որ որքան որ գրավիչ է Երևանը, որքան որ գրավիչ են քաղաքները, այնքան ոչ պակաս գրավիչ լինեն նաև գյուղերը, որպեսզի մեր հայրենակիցները, մեր ժողովուրդը ապրի Արարի գյուղերում, գյուղերը շենացնեն, ծաղկացնեն, առաջ գնան եւ մենք ունենանք ուժեղ Հայաստան։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստատողներ, իսկ ես հիշեցնեմ, որ Բացենյակի տաղավարում սիրով հյուրընկալել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ քաղաքագետ Անդրանիկ Գևորգյանին, շնորհակալ դիտել Ֆորտունա։